Քամին այրում է դեմքը, ձեռքերը սառչում են, հեծանիվի անիվները դժվար են շարժվում։ Ձմռանն առաջացրած այս դժվարությունները հեծանվասերների համար ամենևին էլ խոչընդոտ չեն, այլ ընդհակառակը տղաներին դա դուր է գալիս։ Բացի այդ, ձյունը չի խանգարում նաև հեծանիվով տարատեսակ հնարքների ցուցադրմանը։ This is la peste. Conquérir la terre. Kimto. Սերգեյը հեծանվասպորտով է զբաղվում արդեն 8 տարի։ Սիրելի մասնագիտության մեջ մասնագիտացել է Ռուսաստանում։ Ասում է, այնտեղ իր մասնագիտությունը համարվում է շահավետ սպորտաձև։ Մինչդեռ Հայաստանում հեծանվասպորտի հեռանկարը եւ շահեկան սպորտաձևի տեսլականը դեռևս մշուշոտ է։ Չի ասի, որ շատ վատ է, բայց արդեն այս թազատրեկով կարելի ասել դեպի լավն ենք եթում։ Առաջնությունների ոչ հաճախ, բայց մասնակցում ենք։ Այս սպորտաձևում պատրաստվածությամբ այսօր կարող ենք համեմատվել միայն մի երկրի հետ։ Բացի մեր հայերից ընդ էլի թմեր կան Ղազախստան, այդ կազակները, նայում ենք, որ իրոք մենք իրանցից լավ ենք, թե հեծանիվով, թե ֆորմի տեսակետով։ Ֆեդերացիային ընդամենը հատկացվում է նախարարության կողմից 10 միլիոն դրամ։ Մարզադպրոցի տնօրենի խոսքով այդ 10 միլիոնը այսօր չի բավարարում օլիմպիական սպորտաձևը ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում պատշաճ ներկայացնելու համար։ Այդ է նաև պատճառը, որ Լոնդոնի օլիմպիական խաղերին Հայաստանը այս մարզաձևում հանդես չի գալու։ Մի փուլը լինում է հեծանվարապարկի Ավստրալիա, մյուս փուլը Կոլումբիա, մյուս փուլը Հարավային Աֆրիկա։ 10 միլիոնը չի բավարարում նման փուլերին գոնե 2 հոգի մասնակցել։ Ժամանակին լուրջ սպորտաձև համարվող հեծանվասպորտը այսօր փորձում է դուրս գալ ճգնաժամից։ Դրա նպաստում են մի խումբ երիտասարդներ, որոնք ամեն շաբաթ հանդիպում են նույն վայրում։ Հեծանվարշավները բաց չի թողնում նաև փրչոտը։ Հեծանվասերներին միացել է ակցիաներից մեկի ժամանակ, այդ օրվանից հեծանիվից ոչ մի քայլ այն կողմ։ 2008 թվականին Վիլյամ Սարոյանի 100-ամյակի նվիրված հեծանվային ակցիա են կազմակերպել քաղաքում։ Հավաքվել ենք Վիլյամ Սարոյանի նորաթուխ արձանի մոտ եւ այդտեղ միացավ մեզ փրչոտը։ Աշխարհի առաջնության բազմակից չեմպիոնը հիշում է տարիներ առաջ Ֆրանսիայի առաջնությանը մասնակցել էր իր սեփական հեծանիվով, որը մրցման ժամանակ կոտրվել է։ Մասնակցում էի սովետական հին հեծանիվով, որը ոնց որ մեքենաներով համեմատեմ 06-ը գնա Ֆորմուլա 1 մեքենայի հետ մրցի, շատ հին, չգիտեմ, այդ հեծանիվ այնքան հին էր, որ մրցման ընթացքում կոտրվեց։ Սամվելը Ֆրանսիայից վերադարձավ նվերով, բայց հեծանիվը տեղ գտավ ոչ թե տանը, այլ ֆեդերացիայում։ Ինչևէ, սպորտի վարպետն այսօր իր երկանիվին հավատարիմ է տարվա բոլոր եղանակներին։ Հայաստանում հեծանվասպորտը մասսայականացնելու համար կազմակերպում է տարատեսակ արշավներ, որը ունի նաև բնապահպանական նշանակություն։ Մեր նպատակն է մասսայականացնենք հեծանիվը որպես փոխադրամիջոց, որովհետև էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց է, իսկ այսօր մեր երկիրը շատ վատ վիճակում է գտնվում էկոլոգիայի տեսանկյունից։ Բացի այն, որ հեծանիվը Հայաստանում հարգի փոխադրամիջոց չէ, չկան նորմալ պայմաններ հեծանիվ վարողների համար։ Զարգացած երկրներում հատուկ արահետներ կան, հեծանվորդների համար հատուկ կայանատեղիներ կան, իսկ մեր երկրում ոչ մի նմանատիպ հարմարություն առայժմ չկա։ Այս է նաև պատճառը, որ մեր երկրում դեռևս չի տարածվում հեծանիվով երթևեկելու մշակույթը։ Մինչդեռ տրանսպորտի այս միջոցի լայն կիրառումը խթանելու համար հարկավոր են հստակ քայլեր, քանի որ այսօր մեքենաների արտանետած թունավոր նյութերը կաթվածահար են հանում ոչ միայն երթևեկությունը, այլև մթնոլորտն ու բնությունը։ Այս դեպքում լիարժեք առողջություն եւ էկոլոգիապես մաքուր բնություն ունենալու համար պետք է հետևել եվրոպական երկրների որդեգրած քաղաքականությանը։ Քրիստինե Ոսկանյան, Արտուր Ղազարյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Ազդարար։